Այդպես միայնակ թողելով մեր Արցախահայությանը, սովի մատնելով, զինաթափելով, վերջում էլ անտուն թողնելով, ուրախ եկան այստեղ ու հայտարարեցին, որ այդ մերը չերել է։ Երեկ քարոզարշավն էր նայում, 1045 թվականից մինչև 1918 թվականը այս տարածաշրջանում 90%-ով հայեր չեն բնակեցված եղել։ Մենք չենք ունեցել պետականություն, մենք չենք ունեցել, մենք գիտենք, որ պետականություն չենք ունեցել, բայց խոմ գիտենք, որ այս հողերում 99%-ով է հայությունը բնակեցված եղել։ Այսինքն ջնջենք մեր անցյալը, անտեսենք մեր նախնիներին, իսպար վերացնենք, չենք եղել, լավ գիտենք, չէ հայրենասերնով է, այն մարդը, որ ավելի գերեզման հարգել գիտի, որ նախնիներին մեծարել գիտի, որ իր պատմությունը գիտի, ինչ բան է հայոց պատմությունը, հենց այդ մարդն է հայրենասերը։ Հիմա ինչ անենք, ես անգամ նորից վստահենք, վերջում մեկս մյուսի երեսը նայենք, չի բացառվում, նորից եմ ասում, չտա Աստված, դառնանք հաղթական, Սյունիքի գլխին մեծ փորձանք բերենք, մայրուղիներում մեկս լավ մեքենայով, մյուսը վատ մեքենայով հանդիպենք իրար, ասենք հացի փողն ունենք, հաց չկա առնելու, հա։ Ընդհանուր ես է, ամենակարևորը, որ մենք բոլորս միասին փաստենք, սա անձերի ընտրություն չէ, սա ընտրություն է Հայաստանի Հանրապետության լավ լինելիության և կարելի է նաև այստեղ նշել չլինելիության համար։ Հասկանանք ուրեմն հարկ մեզ, չենք հասկանա, ինչպես որ 1915-ից 20 թվականներին է մեր հայությունը իրենց խելքից տուժել, այս անգամ ևս տուժելու է և որևիցե մեկս չենք կարողանալու ինչ-որ բան անել։ Կարսում մեծահարուստների մեծ մասը եղել են հայերը։ Էրզրումում առևտրականները եղել են հայերը։ Ուր են իրենք հիմա, ուր է Կարսը, ուր է Էրզրումը։ Այսինքն մենք ոչ թե պետք է մտածենք այսօրով, այս պահով, այլ մտածենք մեր վաղվա օրը, ինչ է սպասում մեզ։ Մենք ինչ ենք փորձելու մեր սերունդին ցույց տալու։ Թե չէ շատերը կարող է կարծեն, որ լավ է, այս թիմի հետ գնանք ինչ-որ հաջողություն հասնենք։ Միշտ ասել եմ, քաղաքացիական պայմանագրին սատարող 3 խումբ մարդիկ կան։ Այն առաջի խմբի մարդիկ, հասարակ մարդիկ են, ովքեր իրենց գլխի մեջ մտածում են, որ այսօրվա գործող իշխանությունը ճիշտ է, իրենությունը սխալ է։ Այդպես են մտածում, որովհետև առավոտից երեկո հանրային հեռուստաընկերություն են նայում, բայց իրանք վատը չեն։ Մեր մեջի մարդիկ են։ Այսինքն իրանցից դու վատ բան չես սպասում։ Ուղղակի պետք է այդ մարդկանց հետ աշխատանք տանել, հասկացնել, որ մենք թշնամիներ չենք։ Պարզապես սա է մեր ապագան, որը սպասելու ենք ձեր որոշման արդյունքում։ Մենք էլ ձեր հետ վարվելու ենք։ Երկրորդ խումբ մարդիկ, նրանք են, ովքեր ունեն պաշտոններ, զբաղեցնում են պաշտոններ, եւ նրանց կեսը համաձայն լինելով գործող իշխանության հետ, մյուս կեսը համաձայն չլինելով իրենց հետ, ստիպված անում են այն, ինչ վերևից գալիս է։ Հա Սրդիկ, օրինակ։ Սրդիկս ո՞ր է, չեմ ասում։ Հələ տարիքով մարդ եք ճանապարհ անցած։ Այդ մեր 5 թվականի 90-ական, 2000-ականների սկզբերին տղեն սրդիկաներ չէին ասես, կոմիկնով է, չէ՞ք ես։ Չէ՞, անկյաց խոսանք, էլի։ Ես ասում